Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ, 18 հոգի կողմ է քվեարկել նրա թեկնածությանը։ Գյումրիում այսօր առաջին նիստն է գումարվել, մինչ քաղաքապետ ընտրվելն էլ այն վարել է Վարդան Ղուկասյանը որպես ավականու կազմի ամենատարիքով անդամ։ Ներկա են եղել անցողիկ շեմը հաղթահարած բոլոր ուժերը բացի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Քաղաքացիական պայմանագրի ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը Facebook սոցիալական ցանցում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում քաղաքի կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ անհրաժեշտ են նոր ընտրություններ։ Այսօր շարունակվում է ազգային ժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է 21 հարց։ Դրանցից 8-ը կքննարկվեն երկրորդ եւ վերջնական անգամ, մնացածը առաջին ընթերցմամբ։ Դրանք ներառում են հարկային օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը, կատարողական վարույթի մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, պետական վերահսկողական ծառայության մասին եւ հարակից օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։ Պատգամավորները քվեարկելու են նաև հնչեղ օրենսդրական նախաձեռնություն, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որն ուղղված է տրանսպորտի ուղևորձը չվճարելու դեպքում պատասխանատվություն սահմանելուն։ Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանում ծրագրի ֆինանսավորումը։ Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը հայտարարել է, որ չեղարկվում են ընդհանուր առմամբ 215 միլիոն դոլար արժողությամբ 139 դրամաշնորհներ։ Ըստ հրապարակման ժողովրդավարական մշակույթի խթանում ծրագրի համար հատկացվում էր 2 միլիոն դոլար։ Այս եւ այլ երկրներում դադարեցված մի շարք ծրագրեր որակվել են անօգուտ, դադարեցվել են նախագծեր Միացյալ Թագավորությունում, Ուզբեկստանում, Մոլդովայում, Բրազիլիայում, Բելարուսում եւ այլուր։ Թրամփի վարչակազմը պետական ծախսերի կրճատմանն ուղղված քայլերի ֆոնին ավելի վաղ կրճատել էր Վաշինգտոնի միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցի USAID-ի ծրագրերի 83%-ը։ Ժամը 9-ի դրությամբ Սարավանի Լեռնանցքում Սիսիանի, Աշոտսքի, Ամասիայի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Արագածի, Տավուշի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի, Տաշիրի եւ Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև։ Վարդենյանց Լեռնանցքում բուք է։ Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։